որպես Սամվել Կարապետյանի մեծ ազգային բարերարի, գործարարի պաշտպանության համար ինչ կասեք այս առնչությամբ։ Ուզում եմ ասեմ, որ կեղդոտ, բոմժ, դադար գուստապարգով եկած Փաշինյան, որպես թուրքի գործակալ, ձեռքերը հերուպայի Կարապետյան Սամվելից ու սաղ Հայաստանից Արցախը վաճառեց, հիմա էլ ամբողջ Հայաստանի հետևից անգեր։ Ուզում է կործանի մինչև վերջ կործանի, նոր ինքը կփախնի, փախուստիկ դիմի։ Ինքը որ սադգի, իրան անգամ Հայաստանում հող չունի, որ իրան հող տան, որ իրա թաղումն անեն, թուրքն էլ չի սիրում Թավաջանի։ Ինքը թուրքի գործակալ է, ինքը եկել է, որ Հայաստանը կործանի ու կործանել է ու կործանում է, մինչև վերջ ինքը գնալու է, բայց ձեռքերը հերուպայի Կարապետյանից ամբողջ աշխարհը երազում է, որ ունենա Կարապետյան Սամվել։ Իսկ ինք ուզում է տիրանա ամբողջ Կարապետյանի հարստության։ Ուզում է բանանի վնաս տա Կարապետյանին, բայց ինքը չի կարա, ինքը Կարապետյանի պատիվը չի կարա վերցնի։ Ուզում է բիզնեսը վերցնի, բայց նշանակություն չունի։ Տվեց Ռուբեն Վարդանյանին, ամբողջ գերիներին ինքն է տվել տանել։ Ռուբեն Վարդանյանին էլ եւ ինքն է տվել տանել։ Ու հիմա էլ ընկել է Կարապետյանի հետևից վախենում անգամ Կարապետյանի ստվերից, անգամ շողքից է վախենում, նկարից է վախենում, դրա համար է ձերբակալ է։ Մենակ ինքը վախենում է Կարապետյանից։ Այդքան բան, ձեռքերը հերուպայի Կարապետյանից այդքան բան։ Մենք այդքան բան ենք ուզում։ Ինքը հերու մնա ամբողջ Հայաստանից, մակրվի, որպես ինքն աղբ, գործակալ, իրան բերել են Հայաստանը քանդելու համար, թե չեն ինքը իրանից ինչ է ներկայացնում, իրան տենողն իրա վրա ալերգիա է տալիս, սաղից վրա ալերգիա է տալիս և Ալեն Սիմոնյանին տենալուց և իրան տենալուց, բայց մարդիկ էշ են, իրան տրել են էշին տեղ, քպները նորից երեք վաղար շաբաթում անցան, ինչի համար, որ վերջ են տալիս Հայաստանին, կան, իրան նման մարդիկ կան, որ իրան հավատում են առեսօր, բայց ինքը խապելով տիրացել է ամբողջ երկրին։ Ինչ անենք այս իրավիճակից դուրս գալու համար, ճիշտ ասացիք, երեք վաղար շաբաթում ցավոք անցավ այս իշխանությունը։ Խապեպայելով, Արդյոք մեկ խապեպայություն է եղել, կեղծումներ են եղել։ Այո, ստեղ արտար ոչ մի բան գոյություն չունի, լրիվ դավաճանություն է։ Տենում ենք էլ ինչ, դավաճանություն, ամբողջ Արցախ վաճառեց տվեց ոստիկաններին, որպես իրա թիկուն կպային, իր ատորն է պահում, այս Արցախի գումարն է լրիվ, հիմա էլ Հայաստան է թալանել է, էլ բան չկա։ Ինչ պիտի ուրեմն անենք միասին։ Ստեղ պետք է համախմբվեն լրիվ, դարձնեն մի հատ քաղաքացիական լավ պատերազմ, որ վերջ ունենա, եթե քաղաքացիական պատերազմ ստեղ չեղավ, էսի շարունակվելու է, այսպես մենք լուր գալիս ու հետ ենք գնում, ինչի համար ենք գալիս ստեղ։ Փաշինյանի ցանկությունն է քաղաքացիական պատերազմ հրահրելը։ Ինչ, չէ։ Ինքն էլ է ուզում որ անի, ուզում անի, ուրեմն մենք չգիտենք արդեն ինչ ձևի, մենք պետք է իրանից պրծնենք, չգիտենք ինչ անենք, արդեն էլ չգիտենք, վերցրել իշխանությունը իրա ձեռք, կործանել ամբողջ երկիրը։ Այսինքն մեզ միասնություն է պետք այս պայքարում։ Եվ հիմա Սամվել Կարապետյանը փաստորեն բանտարկված է բոլորի շահերը պաշտպանելու համար, սաղի համար շատ լավ մարդ է, շատ, Վերին Աշճանին ինքը ծնվել է մանկավարժենտանիքն ունեն 4 երեխա, 4-ն էլ ընտիր, 4-ն էլ յուրա հատուկ, 4-ն էլ շնորհքով, իրա նման բոմժ են, իրա նման բոմժ է եղել, ինքն է իրան ստեղծել, կարող է Հայաստանը թալանել, ինքն իրա ուժով տարել է այս փառքի անվան տեր, ձեռքերը հերուպայի Կարապետյանից, այդքան բան ենք ուզում, մակրվի, իրա կեղդոտ ձեռքերը հերուպայի, այդքան բան, ուրիշ ոչ մի բան չենք ուզում, հերու մնա մեզ հետ ջայել երեխեքի 5000 երեխի գլուխակեր է, 11,000-ին հաշմանդամ մեռած են հաշվենք, այս երիտասարդների հետևից անգե, սաղին դարձել են նարկոմանիստ, սաղ ամբողջ Հայաստան տարապում է նարկոմանիստությունով, թող մակրվի ինքն արե փող աշխատում, աղբա թող մակրվի, որպես